Արդեն հասկացաք, նկարահանումներ են, վերջիններն ամենակարևորից առաջ, որն է ամենակարևորը, երկու կարծիք լինել չի կարող։ Յուրաքանչյուր հեռուստաընկերության համար այս օրերին իհարկե տարվա ամենակարևորն ամանորյա տոնական շոուն է։ Իրար խառնված իրականում անխառնելի թվացող երգերից ու աշխարհի վերջի ամանորյա արկածների նախորդ տարիների հաջողված փորձից հետո թվում էր ինչ կա էլ ավելացնելու այս տարի, բայց մի մոռացեք, սա Շանթի ամանորյա ծրագիրն է, իսկ ընտրական էր թե անցնող տարին, թե եկողն է ընտրական լինելու, եւ սրա կողքով հնարավոր չէր անտարբեր անցնել։ Ես կարծում եմ, որ մենք պետք է անհաբաղ հավաղենք եւ զանգահարենք բարոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի նա գա եւ ժողովրդին ցուցադրի իր գարոննի համարը։ 4 քաղաքական ամենաբարձր այրերին եմ նմանակում։ Հենց հիմա հանրապետության առաջին նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն է ձեր առջև կանգնած, ուսում միջոցով ճանաչեցիք նախագահի երգի, իր երգի մեջ կգա մի տեքստ, որը ըստիս կարող է դառնալ թեավոր խոսք։ Allova danse, yes Լևոնում եմ ձեզ, Allova danse, yes Լևոնում եմ ձեզ։ Այս տարի Շանթի ամանորյա ծրագրին իր քաղաքական նմանակումներով, ինչպես տեսնում եք, նաև Վարդան Պետրոսյանն է միացել։ Հենց քաղաքական նմանակումն է, որ այս տարի Շանթի ամանորյա ծրագրի առանցքն է։ Добрый вечер, грязный и джентльмены։ Առաջին օրն աշխատանքի։ Առհասարակ Շանթի տարբեր նախագծերի հայտնի ու սպասված դեմքերն ամանորին այնպես են կերպարանափոխվել, որ անգամ ես գործընկերներիցս շատերին դժվարությամբ ճանաչեցի բեմական կերպարի մեջ։ Ասելիքս ասել եմ։ Մենք ունենք մեր տեխնացուն, այժմ գործերով նախագահն է, շատ ուրախալի լինելու, որտեվ հագեցած է ծրագիրը, շատ Մենք տեսնելու ենք որակով հումոր։ Շատ հաջող նմանակումներ կան, եւ ոչ միայն նմանակումը արտաքին, այլ նաեւ ներքին միջից եկող։ Բայց մեկը ամեն ինչ լավ է, հավատացեք Գեղամյանին, ինչպես ասել է Հուլիոս Կեսարը, եկա տեսա, հավանեցի, եւ ես դարձա արժե պատգամավոր։ Ճանաչեցիք չէ, ով էր երգում Հանրապետության հրապարակում, ինչ էր երգում եւ ինչպես ավելի մանրամասն դեռ առիթ կունենանք ցույց տալու, ուշադրություն դարձրեք բեմին։ Այս տարի Շանթն ավելի է կատարելագործել այն։ Բազմաթիվ լույսերն ու LED էկրաններն ուղղակի ստիպում են քեզ հենց բեմում զգալ ինչպես Հանրապետության հրապարակում։ Բեմն այս անգամ դրա մակետն է, ուր եւ հերթով կգան եւ իրենց խոսքը ժողովրդին կասեն իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները։ 10 տարի արդ գործ նախարար, պիտի ասեմ ուրիշեր։ Մի խոսքով բոլորն են այստեղ, ծրագիրը նկատի ունեմ, ոչ միայն բեմը։ Գործողություններն ամանորի գիշերն, ինչպես արդեն կռահեցիք, միայն բեմում չեն ծավալվելու։ Ու քանի որ քաղաքական բոլոր դեմքերն են դրանցում ներգրավված, նրանց աշխատասենյակներում եւս կհայտնվենք։ Ժողովրդից գաղտնի, բայց ժողովրդի համար։ Քաղաքական ամանորյա խառնաշփոթ, ուր նաև քաղաքականությունից հեռացած մարդիկ կփորձեն վերադառնալ։ Կարապետիչ, որովհետեւ սցենար գոյություն ունի, սցենարը պետք է առաջ Այ մերնեմ խելքիդ 5 տարի առանց սցենար խզարել։ Борьба с паразитирующим կապիտալом եւ մարքսի թեզիսները այսպիսի բաներ դեռ չեն ասել։ Ուշ քանի որ ամանոր է քաղաքական հավերժների գնալն անընդհատ կհետաձգվի։ Անտերած կողմիշինից, աչերը շողմիշինից։ Ինձ համար շատ զվարճալի է եւ աշխատանքը եւ նախապատրաստման փուլները շատ հետաքրքիր պիտի լինի։ Այս տարի առավել եւս խորհուրդ կտամ հեռուստադիտողին Շանթ նայել, Շանթի եթերը նայել, ամանորյա եթերը, որովհետեւ ահագին հետաքրքիր սպասելիքներ կան։ Let it snow, let it snow, let it snow։ Երբ այսպիսի հավաստիացումներ են տրվում, իսկ հետևում տարիներ շարունակ ամանորի գիշերվա ամենաբարձր վարկանիշն ապահովված ամանորյա ծրագրեր են, կասկած լինել չի կարող։ Փորձված է աշխատանքով, որակով ու ժամանակով։ Շանթի ընտրական ամանորյա տոնին օրեր են մնացել։ Մինչ դա մենք էլի ենք փակագծերը բացելու, անակնկալների մասին էլի կպատմենք։ Դիանա Հարությունյան, Արեգ Հակոբյան, Հորիզոն։